Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է Առավոտ լուսոն, իսկ մենք հեռվից հետևում էինք երկու արվեստի սիրահարների պատմության այս զրույցներին, բայց հիմա ավելի մանրամասն կներկայացնենք, թե ինչու ենք այսօր հանդիպել նրանց հետ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Քնարիկ Վարդանյան «Ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը։ Ցուցադրությունը բացվել է դեկտեմբերի 12-ին, թե մինչև երբ կգործի, երբ կարող ենք այցելել ու տեսնել այս նկարչի աշխատանքները, կիմանանք հենց հիմա։ Մեր հյուրերն են Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն ցուցադրության համադրող Արմեն Եսայանց եւ կոլեկցիոներ Նարեկ Վան Աշուղաթոյան։ Բարի լույս։ Ամեն ինչ ճշգրիտ եզակի դեպքերով։ Դե եկեք միանգամից խոսենք ցուցադրությունից, ինչ ցուցադրություն է, որտեղ, այսինքն ասացինք որտեղ է լինելու, մի փոքր մանրամասնենք ցուցադրության մասին։ Նախ բարի լույս բոլորին, շատ ուրախ ենք հերթական անգամ հենց հանրայինի եթերում ներկայացնել մեր նախագծերը եւ սա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2025 թվականի այսպես ամփոփիչ մեծ ցուցադրությունն է, այսպես կարելի է ասել, ասում են ֆանֆարներով ենք ամփոփում տարին, լրիվ դրա մասին է խոսքը, որովհետեւ շատ կարեւոր ցուցադրություն է ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, այսինքն մեր թանգարանի համար, այլև ինձ թվում է ընդհանուր դաշտի համար, որովհետև մի քանի տարի առաջ մենք այդպիսի շարք սկսեցինք կին արվեստագետներին ներկայացնող հայ կերպարվեստի, ովքեր ժամանակի ընթացքում տարբեր սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով այսպես լուսանցքում են մնացել պատմության եւ դա սկսեցինք Թերեզա Միրզոյանի ցուցադրությամբ 2022 թվականին քանդակագործ եւ այդ ժամանակ նաեւ կրթական ծրագիր եղավ կանայք հայ արվեստում, որ տարբեր կին արվեստագետների մասին մենք այսպիսի շարք էինք անում, դասախոսությունների, քննարկումների ներկայացնելու եւ հենց այդտեղ եղան մի քանի արվեստագետներ, որ ես ասացի, մենք եթե շարունակելու լինենք, պետք է կենտրոնանանք այդ հեղինակների վրա եւ Քնարիկ Վարդանյանը ինձ համար նույնիսկ որպես արվեստաբան, որ անունը գիտես, բայց խորությամբ չես կարող դե բոլորին ճանաչել ու բացահայտում էր, որ ավելի խորացա, ավելի ոգևորվեցի եւ նաեւ մեր թանգարանի համար ուրախացա, որ հնարավոր է նման բան անել ու գիտեի, որ պատկերասրահում կան գործեր, բայց նաեւ ոնց որ այսպես պրպտումների մեջ էին փնտրելու համար ու տարբեր հանգամանքներից ելնելով մեկ էլ մի օր պարզվում է, որ իրականում շատ մեծ մասը աշխատանքների գտնվում են հենց նկարիչ եւ կոլեկցիոներ եւ իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուում, ում հետ մենք համագործակցության տարբեր առիթներ արդեն ունեցել ենք։ Եվ այդ թվում իր կոլեկցիայի մի մասն ենք ներկայացնել մի հատ լրիվ ուրիշ նախագծի մեջ։ Որպես խոսեցինք, պարզվեց, որ Նարեկն էլ տրամադրված էր ցուցահանդես անելու, ավելի բացահայտելու արվեստագետին, ու այսպես շահերը համընկան շատ լավ իմաստով եւ հղացավ միտքը ու արդյունքը եղավ հենց այս ցուցադրությունը, որը ինձ թվում է Քնարիկ Վարդանյանի գեղարվեստական ժառանգության ողջ դիապազոնը լավագույնս ներկայացնող պրոյեկտներից է, եթե ոչ միակը, այսինքն իր կյանքի օրեղինքը ունեցել է ցուցադրություններ, հեռացել է կյանքից 1996 թվականին, դրանից հետո մեկ հետմահու հետայած ցուցադրություն է եղել հենց Հայաստանի ազգային պատկերասրահում 1998 թվականին։ Եվ դրանից հետո ոնց որ այսպես մի քիչ մոռացության է մատնվել, ինչ որ աշխատանքներ էլի հայտնվել են, ինչ որ տեղեր, այդ թվում վերջին անգամ պատկերասրահը, երբ ամբողջությամբ թարմացրեց իր մշտական ցուցադրությունը, շատ ուրախալի է, որ նաև Քնարիկ Վարդանյանի աշխատանքներից մեկը հայտնվեց իրենց մշտական էքսպոզիցիայում, բայց նման ձևով ինքը նույնիսկ կյանքի օրոք չի ներկայացվել։ Եվ այստեղ առաջին անգամ նաև ներկայացում են արխիվային նյութեր, որ տրամադրել է ազգային պատկերասրահը, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք, եւ իհարկե Նարեկի կոլեկցիան, որը շատ հետաքրքիր, որտեղ 52 աշխատանք է ներկայացված, գումարած այդ արխիվային նյութեր, որ հենց հիմա երևում են նաև կադրում։ Եվ այդ 52 աշխատանքից 45-ը Նարեկի հավաքածուից են։ Ու մյուս աշխատանքներն որ պատկերասրահից են ընտրել, շատ լավ արձագանքում են ու ինչ որ կետեր են լրացնում ամբողջությամբ արվեստագետին ներկայացնելու առումով։ Զրույցից, եթերային զրույցից առաջ խոսում էինք, որ երկու տեղում են, ձեր երկուսի մտքում էլ առաջացել է գաղափարը ցուցադրության եւ երջանիկ պատահականությամբ համընկել է, բայց որպես կոլեկցիոներ ինչով էր Քնարիկ Վարդանյանի ստեղծագործությունները ձեզ հետաքրքրել, որ այդպիսի մեծ կոլեկցիա ունեիք դուք արդեն հավաքած։ Երևի ասենք սա նախախնամություն էր, որովհետեւ այս հավաքածուն ոչ
թե աստիճանաբար է ձեռք բերել, այլ կարելի ասել միանգամից։ Սկզբում որոշները ես գնեցի, ձեռք բերեցի, իսկ հետո Զարմուհին, ով ժառանգորդն էր այս հավաքածուի, Տիկին Անահիտ Վարդանյանը, որը նկարչուհի է, որոշեց, որ մեծ մասը նաև կնվիրի ինձ, որովհետև գուցե զգաց, որ Քնարիկ Վարդանյանի հիշատակը պահելու լավագույն միջոցներից կլինի, իսկ ես նաև այդպես խոստացա, որ Քնարիկի արվեստը ոչ թե կսպանենք, քնացնենք, այլ կհանենք հանրության առջև եւ Քնարիկի հիշատակը վառ կմնա։ Եվ այդպես ստացվեց այս համագործակցությունը, կարծում եմ Արմեն Եսայանցի համադրությամբ այս ցուցահանդեսը իսկապես լավագույն ցուցահանդեսներից է մեր քաղաքի, լավագույնս ներկայացում է նաև արվեստագետին, ասելիք ունեցող ցուցադրություն է եւ ինձ համար նաև կարելի ասել ինչ որ առումով տոն, որովհետեւ նախ եւ առաջ հավաքածուն ամբողջական ներկայացավ, ես իմ խոստումը կատարեցի։ Հավաքածուն իրականում ավելի մեծ է, բայց համադրողը ընտրեց այն նրանք, որոնք որ իր պատկերացմամբ ավելի բնութագրիչ են։ Շատ բարդ ճանապարհ ենք անցել ընտրության առումով, այն որ արվեստաբանական ագահությունը ոնց որ մի տեսակ փորձում էր հաղթանակ տոնել, եթե այդպես ասեմ, կուրատորական մի քիչ ավելի հաշվարկի նկատմամբ, բայց արդյունքում իհարկե, որովհետև մեծ քանակը մի շատ գայթակղիչ է, որտեղ ամեն ինչ ուզում ես ցույց տալ, բայց դա շատ կարող է վնասել նաև հեղինակին ու նաև այցելուի մոտ մի քիչ շատ խառը ընկալում առաջացնել, այսինքն չհասկանան ինչի մասն է խոսքը գնում, իսկ այստեղ չնայած այդպես հնչում է, որ շատ են, բայց ինձ թվում է համենայն դեպս ես կուզեմ, որ այդպես լինի, այստեղ մի քիչ դժվար է լրիվ օբյեկտիվ լինելը, որ այցելուի մոտ շատ հավասարակշռված, այսպես ասած, տպավորություն կլինի արվեստագետի մասին եւ մենք էլ հատուկ այնպես ենք կառուցել ցուցադրությունը, որպեսզի տեսնեն ինչպիսի ճանապարհ է անցել հեղինակը, սկսած երկրից մինչև երկինք, որովհետև իր ճանապարհը այսպես մարդկային առօրեական առարկաներից կամ հարաբերություններից կամ բնությունից, ճարտարապետությունից մինչև կոսմիկ անսահմանափակ հորիզոններն են եւ հենց ցուցադրությունն էլ այդպես կառուցված է եւ ինչքան էլ խոսում ենք իր վաղ շրջանից մինչև ուշ շրջան, ասեմ որ իր ամենավաղ թվագրվող աշխատանքը այստեղ դա մի ստեղծագործություն է, որ ինքը ոնց որ հեղինակել է 42 տարեկանում։ Այսինքն ինքը կերպարվեստի դաշտ մի քիչ ավելի ուշ է մտել, որովհետև ի սկզբանե եղել է ճարտարապետ շինարար եւ աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, Կարո Հալաբյանի արվեստանոցում Երևանում եւ Մոսկվայում, հետո սկսել է կերպարվեստով զբաղվել եւ երբ արդեն սկսել է ցուցադրվել, ինքը 30-ն անց 40-ին մոտ կին էր, ինչը խոսում է նաև հասունության, այդ թվում գեղարվեստական սկզբունքների առումով եւ իր կյանքի ընկալման առումով եւ դա կարելի է տեսնել անգամ ամենավաղ շրջանի աշխատանքներում եւ այդ նույնիսկ ճարտարապետական եւ բնության նկատմամբ իր ընկալումը շատ լավ արտացոլում է բոլոր աշխատանքներում կրկին նույնիսկ եթե մենք նայում ենք, չգիտեմ, շշերով ինչ որ մի նատյուրմորտ է, թե Մարսի Արբանյակ Ֆոբոսի, ասենք թե գեղանկարն է, որ այդպիսի վերնակիր ունի, դու տեսնում ես, որ ինքը այդ ընկալումը տիեզերական ամեն ինչի մեջ այդ փոքրիկ միկրո եւ մակրո տիեզերքների գաղափարը իր մոտ միշտ եղել է եւ ինքը հատկապես երբ ծանոթանում ես իր արխիվային նյութերով նույն նոր ճանապարհին Նարեկին է դրա մասին պատմում, որ ինչքան ինքը հետազոտող պրպտող է եղել որպես նկարիչ եւ դա իր ստեղծագործություններում եւ այդ ցուցադրության մեջ կարելի է տեսնել ինքը ինչ գիրք կարդացել է դրա մասին նոթեր ունի գրված ինչ ցուցադրություն տեսել է վերլուծություններ ունի գրված եւ լավ է որ այս արխիվային նյութը նաեւ կա պատկերասրահը պահպանում է այն 10 տուփից ավել արխիվային նյութեր են ամբողջ նաեւ իր գծագրերը իր տարբեր էսքիզներ իր լրիվ փակ լաբորատորիան նույնիսկ ինտիմ բնույթի մի քիչ որ կարելի է նաև այս ցուցադրության միջոցով բացահայտել դրա համար սա
այսպես ասեմ, մի օվկիանոս է, որ ցանկացած արվեստաբանի կամ արվեստասերի համար հետազոտությունների անսահմանափակ մի հատ աշխարհ է, եւ այս հուսով ենք, որ այս ցուցադրությունը նաեւ առիթ կդառնա նման բացահայտումների նոր ինչ-որ հոդվածների եւ աշխատությունների համար։ Իսկապես շնորհակալություն այս նվերի համար։ Մենք համարում ենք, որ սա նվեր է ոչ միայն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մշտական այցելուներին, այլ նաև ողջ մեր հանրապետության բնակիչներին, որովհետև նշեցինք ազատ է, հիշեցնենք մեր այո, հեռուստադիտողներին, որ մուտքն ազատ է, կարող են գտնել Գաֆէսճեան արվեստի կենտրոն եւ դիտել այս հետաքրքիր ցուցադրությունը։ Նշենք, որ Արծիվ սրահում է ցուցադրությունը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին արդեն դռները բացվել է եւ տևելու է մինչեւ 2026 թվականի մարտի 7-ը ճարտարապետական ճշգրտությունից մինչեւ տիեզերական անսահմանությունը կարող ենք վայելել։ Քնարիկ Վարդանյան, ժամանակ, տարածություն, շարժում ցուցադրության շնորհիվ շնորհակալություն անչափ։ Ձեր շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք եթերը Երաժշտությամբ